Տիկին Անդրեասյան, մի հստակեցում, այսինքն մենք սրանով ըստ էության նախ վիճակագրություն հայ դատաբազա ենք ունենալու ժամանակավոր արտահանման, դա կարող են լինել մեր թանգարանները կամ մասնավոր հավաքածու ունեցող անձինք, պարզապես արտահանումից առաջ պետք է անցնեն այս գործընթացը, որպեսզի պետությունն էլ ըստ էության ինքը որոշակի ժամանակ հետո արդեն ամբողջական ծավալը ունենա երկրում ինչ մշակութային արժեքներ կան, ով է արտահանել, ինչ նպատակով է արտահանում եւ կարող են լինել դեպքեր, որ օրինակ արգելվի արտահանումը։ Բնականաբար օրենսդրության շրջանակներում, եթե որևէ փաստաթղթեր ամբողջական չեն կամ իսկության կամ պատկանելության հետ կապված հարցեր են առաջանում, բնականաբար կարող են լինել նման դեպքեր, բայց այս կարգավորումները նաև վարչարությունն են ավելի հստակեցնում, մասնավորապես դուք տեսաք, որ ես իմ խոսքում նշեցի մաքսային որոշ ընթացակարգերի մասին, ինչը նաև ավելի պարզ է դարձնում վարչարության տեսանկյունից մարդկանց համար տեսանելի, թե իրենց ինչ է սպասվում, եթե նրանք օրինակ հանքաբանական ու հնագիտական հավաքածուներ են պատրաստվում, օրինակ տանել ժամանակավոր ցուցադրության մեկ այլ երկիր կամ նման այլ դեպքերի պարագայում։ Այսինքն փաստացի ստացվում է, որ նման արժեք ներկայացնող ցանկացած առարկաներ արտահանումից առաջ դա կլինի ժամանակավոր թե մշտական, ինքը մեկը պետքա թուղթ ունենա, այսինքն առանց դրա մաքսային ծառայությունը թույլ չի տա արտահանելու։ Այո, բնականաբար, պարոն Գաբրելյան, ես պիտի հիշեցնեմ, որ սա պետական տուրքի հատվածում արվող փոփոխություններ են, մենք իրական մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման առանձին օրենք ունենք, որով կարգավորվում են այդ հարցերը, սրանով կարգավորվում են առավելապես ուրեմն մաքսային ռեժիմների հետ կապված խնդիրները եւ տուրքերի չափերը։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, այստեղ հիմնականում չասեմ դժգոհություն, բայց այդ խնդիրը այդ վարչարությունն էր, այսինքն եթե մենք գնանք նաև թվային, որ մարդիկ նախապես on-line որևէ թվային հարթակում նախապես դիմեն, այդ թվում նախարարություն կամ մաքսային ծառայություն, այստեղ կարծում շատ ավելի հեշտ կլինի այդ ընթացակարգը